Կառավարության նոր նախաձեռնության մասին խոսել է վարչապետը Իմեդի լայվի եթերում, որտեղ Իրակլի Կոբախիձեն ուշադրություն է հրավիրել խոսքի ազատության և ատելության լեզվի միջև առկա սահմանին։ Նրա հայտարարությամբ ոչ ոք չի կարող որևէ մեկին արգելել քննադատությունը, սակայն ատելության որոշ ձևեր արձագանքի կարիք ունեն։ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր ստորաբաժանում, որը կհսկի հանրային տարածքում ատելության խոսք և վիրավորական արշավներ պարունակող դեպքերը։ Նշված վարչությունը նույնիսկ առանց ագրեսիայի թիրախ դարձած անձի բողոքի կկատարի անհապաղ իրավական արձագանք։ Վարչապետը արձագանքել է Մեծ Բրիտանիայի կողմից վրացական Իմեդի և Post-TV հեռուստաընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և հիշեցրել 2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, երբ տեղի ունեցածի համար ոչ ոք չէր պատժամիջոցների ենթարկվել։ Իրակլի Կոբախիձեն հիշել է նաև 2011 թվականի մայիսի 26-ի ծանր իրադարձությունները և նշել, որ եվրոպական երկրների համար լիովին ընդունելի էր այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 26-ին Վրաստանում, երբ մարդիկ սպանվեցին։ Մարդկանց սպանությունը, դիակների տեղադրումը կրպակների վրա և էլեկտրահարման ընդօրինակումը, Իրակլի Կոբախիձեի խոսքով, այս ամենին կանաչ լույս էին տվել այսպես կոչված դեմոկրատները, բրիտանացիները, գերմանացիները և այլ երկրներ։ Կրկին արվում են գնահատականներ վարչապետի եվրոպական կառույցների ղեկավարներին ուղղված բաց նամակի վերաբերյալ։ Իշխանության ընդդիմախոսները բաց նամակը անվանում են ոչ լուրջ և խնդիր են տեսնում այն բանում, որ Վրաստանի վարչապետը ռազմավարական գործընկերների հետ ստիպված է շփվել բաց նամակի միջոցով, իսկ վրացական երազանքի անդամները Եվրամիության կողմից Վրաստանի հասցեին երկակի չափանիշներ են տեսնում։ Շարունակվում են Վրաստանի անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառման նախապատրաստությունները։ Ազատության հրապարակում արդեն անցկացվել է առաջին փորձը, որտեղ զինվորականների հանդիսավոր պատրաստության ընթացքը ղեկավարել է Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալը, գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին։ Տեղում ներկա էին Պաշտպանության ուժերի այլ ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բացի Պաշտպանության ուժերի անձնակազմից, փորձին մասնակցել են նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչիկները, որոնք մայիսի 26-ին հանդիսավոր պայմաններում զինվորական երդում կտան և կմիանան Պաշտպանության ուժերին։ Բացի մայրաքաղաքից, զորակոչիկները երդում կտան նաև Վրաստանի տարբեր շրջաններում, 12 պատմական վայրերում։ Մայիսի 26-ին ավանդույթի համաձայն կկազմակերպվեն ռազմական տարածքներ և բնակչությունը հնարավորություն կունենա դիտելու ռազմական տեխնիկան, սպառազինությունն ու սարքավորումները Թբիլիսիում և ևս 20 քաղաքներում։ Մայիսի 26-ին Ազատության հրապարակում երդման արարողության և հանդիսավոր միջոցառման ավարտին օդային պաշտպանության և ավիացիայի հրամանատարության օդանավերը կթռչեն հրապարակով։ Իրանի վերաբերյալ միակ հարցն այն է՝ կհասնենք և ամբողջությամբ կվերջացնենք նրանց, թե նրանք կստորագրեն փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքում ԱՄՆ-ի առափնյա պահպանության ակադեմիայի շրջանավարտների արարողության ժամանակ։ Նրա խոսքով ԱՄՆ-ն պատերազմի ընթացքում ամբողջությամբ ոչնչացրել է Իրանին և Թեհրանը այլևս չունի ծովային և օդային ուժեր։ ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ թույլ չի տա, որպեսզի Թեհրանն ունենա միջուկային զենք։ Կինոյի տանը տեղի է ունեցել Նորին սրբություն և երանություն Իլյա II հիշատակին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսը։ Պատրիարքի հիշատակին, այսպես է կոչվում կոմպոզիտոր Մանանա Իմեդաձեի նոր ստեղծագործությունը, որը գրվել է Ջուբա Ղեբելիի բանաստեղծության հիման վրա։ Ստեղծագործությունը կատարել է երաժիշտ Թեմուր Ղվիթելաշվիլին։ Նախագծի հիմնական նպատակն է հավերժացնել Իլյա II-ի անմահ հիշատակը։